Յացա։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Մի հատ եթե հնարավոր է գրեք ինձ լսվում է թե չէ, մի երկու բան ունեմ ասելու։ Ուզում եմ մի հատ հարցի անդրադառնամ, որը շատ կարևոր է, ընկերներ ջան։ Այս թեզերը, որ գնում է 300,000 ադրբեջանցի պիտի գան Հայաստան ապրելու։ Սկսենք նրանից, որ ադրբեջանցին իր հողերը, իր տարածքները այնքան շատ է, որ ինքը իր ժողովրդին ունի տեղավորելու ու Հայաստան բնակվելու ցանկություն բնավ չկա Հայաստանում։ Հայաստանում շենքերը, որ կառուցվում են ու տարաձայնվում է, որ իբր կառուցվում է ադրբեջանցիների համար, էդի ես չեմ պատկերացնում այդ ինչ ստի որ ժանրից է ու այս թեզին հավատացողները ես զարմանում եմ ովքեր են, որ ոչ մի դուք կգնաք Ադրբեջան ապրելու ժողովուրդ ջան։ Ենթադրենք Ալիևը ասեց 300,000 հայ է գալիս Ադրբեջան ապրելու, դուք կգնաք, իհարկե չեք գնա, չէ։ Իսկ ով ասեց, որ ադրբեջանցու դարդը կտրվել է, կա Հայաստանում բնակվի ապրի։ Եկեք ճիշտը խոսանք։ Տաշիր Սամոյի նարատիվն է 300,000 ադրբեջանցի է բերում, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը Հայաստան տեղավորի։ Բայց 300,000 ադրբեջանցի ու ձեր թեզը, որ 300,000 աշխատատեղ եք բացում։ Չեղա, որ էդի ձեր պրինցիպն է, որ 300,000 Էդ ոնց է լինում, որ համընկնում է 300,000 ադրբեջանցին, 300,000 աշխատատեղ։ Չեղա, որ դա ձեր թեզն է, չեղա, որ դա ձեր ցանկությունն է, որ դուք այդ ադրբեջանցիներին բերեք, կոտրեք Նիկոլ Փաշինյանի վզին, ժողովրդի վզին, ու այդ 300,000 ադրբեջանցուն տեղավորեք աշխատանքի։ Նույն բանը չեղավ, ոնց եղավ, որ բռնեց 300,000-ը, 300,000 աշխատատեղի հետ, Նարեկ Կարապետյան։ Բա ուր էիք դուք խի, մինչև այդ, դուք չէիք տեղավորում 300,000 հայի աշխատանքի, հիմա 300,000 ադրբեջանցի բերում եք Հայաստան։ Շենքերը կառուցվում են, որ ադրբեջանցիները, ու դա ես մենակ Նարեկ Կարապետյանի չեմ լսում։ Իմ շուրջու բոլորը սաղի մեջ էտա։ Նիկոլը բերում է 300,000 ադրբեջանցի։ Նիկոլը քանի անգամ բազմիցս ասեց, որ դա սուտ է ժողովուրդ ջան։ Սուտ է այնքանով, որ ես չեմ հասկանում, էդի մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող բան է, որը որ դարեր շարունակ էս հայ ազգը, հայ տականքը, իրոք տականքը, որ Գարեգին Նժդեհն է անգամ ասե։ Այսօր տարաձայնում եք այս ժողովրդի մեջ գալիս եք, ես Աբովյան քաղաքից եմ, Աբովյան քաղաքում այդ բանը տարածված է, որ 300,000 էլիտար շենքերը կառուցվում է, որ բերեն լցնեն։ Դուք կգնա, իբր Ալիևն ասե, Ալիևը տենց բան չի ասե։ Հերիքա, թողեք այս խաղաղությունը, այս խաղաղությունը իրագործվի մինչև վերջ, մեղք են մեր երեխաները, հերիքա այս ջահելների ուղեղները լցնեք, ուղեղները հակա նիկոլական նարատիվ տարածեք այս երեխեքի մեջ, այս ջահելների մեջ, ինչ եք արեք, Քոչարյան երեք Պետրոսի հաղորդաշարում խայտարակ եղար, ես զարմանում եմ, Տաշիր Սամոյի խոսակցականը լսում ես, ուղղակի ապշում ես, էդի որ ժանրից է, դրան, դաժե իրա շուրջ նստած իրա դեմի լրագրողները իրա վրա ծիծաղում են, դուք չեք խրատվում, դուք չեք հասկանում, որ ենի անգրագետ մարդը, նա որ հարուստ է, դա չի նշանակում, որ նա խելացի է, այս ինչ տարաձայնություններ եք անում, ժողովրդին գցում եք պանիկայի մեջ, Աբովյանի էլիտար շենքերը նախատեսված է ադրբեջանցիների համար, Երևանի էլիտար շենքերը արդեն կառուցվել է, արդեն բերում են ադրբեջանցիներին բնակեցնել,
Ադրբեջանցին խելքը հացի հետա կերեք Հայաստանում ապրի։ Էս ինչ եք խոսում դուք ժողովուրդ ջան։ Նարեկ Կարապետյան, գլխիդ նայում եմ, ոնց որ դաուն ըլնես, ոնց որ մանկամիտի գլուխ ունենաս, մանկամիտ ես դու։ Տո սաղ ցեղով եք մանկամիտ։ Էլ չեմ ասում Քոչարյանի մասին։ Այդ երկու բառ չեք կարում խոսակ։ Քոչարյան ասում ես միակ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որ ասել է Արցախը Հայաստանն է մեր, ոչ մի ղեկավար չի ասել նման բան։ Բա 94 թվիթ կադրերը հենակա, որ ոնց ես ասել, որ մենք պարտավոր ենք ճանաչենք Արցախը Հայաստանի մաս։ Ուղղակի ափսոս հիմա այս վիդեոն չեմ կարում ճարեմ։ Սա Facebook-ը գցած է համացանցը։ Իրա նախկին կադրերով հիմա իրա խոսալը, որ ոչ մի ղեկավար նման բան չի ասել։ Հա, մենք էլի համարել ենք Արցախը Հայաստանը եւ վերջ։ Էլի համարել ենք։ Մինչեւ որ ճանաչել ենք իրական թղթաբանությանը, իրական պատկերին։ Արցախը համարել է ինքը իրան Հայաստանի մաս։ Որևէ արցախցին համարել է իրան Հայաստանի մաս, որ դե լսում ես մենակ պարակտում, բամբասանք, ինչ եք արե, ինչ եք տվե, մենք լավ է ադրբեջանցիների այդ ժամանակին ապրում եք, բա վեր ընկնեիք ապրեիք, խեք է, էդի ոչ բոլոր Ղարաբաղցիների մասին է խոսքը, ես շատ լավ մոտիկ հարազատ մարդիկ ունեմ արցախցի, շատ մտերիմ, իմ տուն մտնում հելնում են, ու ես իրանց ցավնել տանեմ, բայց չի կարելի ժողովուրդ ջան, էս ինչ ձև է, էս ինչ է, այդ երեք ուղղակի բարկացել է ենաստիճանի, անկեղծ ասեմ, որ այդ սենց մտածեցի իմ մեջ պահի տակ, ասում եմ, լավ, էս թեզը 300,000 ադրբեջանցի ու 300,000 աշխատատեղ, հիմա էդի Նիկոլն է ասում, թե դուք եք ասում, 300,000 ադրբեջանցին ու ձեր ասած 300,000 աշխատատեղ։ Մի քիչ շատ չի կապած իրար հետ։ Ուղղակի բարկացած եմ, դրա համար եմ սենց բանանում։ Ժողովուրդ ջան, չի կարելի էս ձև անմիտ զենքերը, մակետները իրական չի։ Ես իմ ինչերը իրական չի։ Էս աստիճանի, էս ազգը Ես հիմա եմ հասկանում, ծովից ծով Հայաստանը, ինչի չկա, դա Թուրքի մեղը չի, դա Ադրբեջանցու ու Թուրքիայի մեղքը չի, դա մեր տեսակն է, որ մենք այսօր ծովից ծով Հայաստան չունենք, 200 տարի Պուտինը, Ռուսաստանը մեզի մանիպուլյացիայով ցարերից սկսած, մեզի տուրն է տալի, մեզի ջարդել է տալի, մեզի սպանել է տալի, ցեղասպանություն է կազմակերպում, Նիկոլն է մեղավոր այսօր, ցեղասպանությունը Նիկոլն է կազմակերպել ժողովուրդ ջան Եկեք գնանք դարեր շարունակ։ Даже Лермонтова ասելա «Прощай, немытая Россия, страна рабов, страна господ»։ Ում հետևից եք գնում դուք։ Ռուսի։ Ռուս ազգն է իր պրեզիդենտին ատում այսօր։ Գալիս են Հայաստան, ասում են «Ваш Փաշինյան, как мы хотим с ним встретиться, как мы хотим с ним сфотографироваться»։ Վարչաբենդին եմ եղել ներկա։ Որտեղ որ ռուսները խնդրել են, որ ես իրանց իմ տեղը զիջեմ, որ իրանք գնան նկարվեն վարչապետի հետ։ Մարդիկ գնահատում են այս ազատությունը, այս խոսքի ազատությունը։ Բայց ես չգիտեմ, էս ինչ տեսակ ենք մենք արդեն նսեմացե, նվաստացե, որ տեսնում ենք դարեր շարունակ այս ռուսը մեզի պատստավկա է անում, կոնկրետնի ցար, այդ կեղտոտ ցարը, որ մենք վախտին ասում ենք Ռամանով ցարը, ինքը Լենինի ձեռով գնաց, իրա 7 երեխեքով, բայց ես հիմա եմ հասկանում, որ ինքը իրա փորը փոսած փորը ընկավ, ինքը մեզ դեմ տվեց 15 թվի ջարդին, որ մեր հայերը Օսմանյան կայսրության տակ շատ լավ են ապրել, շատ լավ բիզնեսներ են ունեցել, այն թվերին շատ լավ ոսկերիչներ են եղել, շատ լավ նկարիչներ են եղել ու շատ լավ են ապրել, ինքը իր ռուս-թուրքական պատերազմի բաները առաջ տան, հայերին պաստավկայ արել, որ թուրքը, ընդ որում ձեզ ասեմ Փաշան, իսկ թուրք չի, ինքը քուրդ է ազգությամբ։ Ջարդել ատվել Հայաստանին,
գրավել է մեր հողերը, բա գրավել է մեր հողերը մեր հայերին հանել է, բա ով է ստորագրե մեր հողերը տվե, մեր վանը, մեր ղարսը, մեր երզրումը, այսօր որ Արարատ լեռի համար մռմռում եք, Արարատ լեռը 100 քանի տարի է ձերը չի, ժողովուրդ ջան, Արարատ լեռը մենք ուղակի նայում ենք ու հիանում ենք, Արարատ լեռը դոկումենտով, փաստաթղթով, ղարսի պայմանագրով 100 տարուց ավել արդեն Թուրքիայի մաս է։ Ունդեի հայերն են մնացել են, ծպկված ապրել են, ու այսօրվա մեր հայերն էլ շատ լավ գնում են Ստամբուլում առևտուրել են անում ու գալիս են թուրքերից հիացած ասում են, այս ինչ լավ մարդիկ են։ Բայց դուք թողեք մենակ բանը Նիկոլ Փաշինյանը թուրքա մետ է, թուրքա Նիկոլ Փաշինյանի աջակիցները զոմբիներ են, թուրք են, տո թուրքն էլ եք, տո զոմբին էլ եք, տո ամեն ինչն եք, ամենաշատն եք դուք Անտալիաներում հանգստացիա, ամենաշատն եք դուք գնում Ստամբուլները առևտուր անում, ամենաշատն եք դուք Թուրքիայով հիացած, ծովափներում հանգստանում, բայց մենք սաղս թուրքա, բանը, Նիկոլը թուրքա, մենք թուրք ենք։ Տո թուրքը դուք եք, Էնի թուրքը են մեկն է ռուսա, Ռուսաստանի շպիոնա, բե ենքան անգրագետ եք, տաշիր Սամոյի աջակիցներ, պրյամոյի մարդը ասում է, որ ինձ Պուտինը ասեց, որ գնա, սենց, հիմա տես չեմ հիշում տողերով, որ ձեզ ասեմ, ենքան անգրագետ եք, իրար մոտի ժուրնալիստները քմ ծիծաղ էին իրար մեջ տալի, որ այդ դեբիլության աստիճան, դու պրյամոյի ժողովրդին ասեցիր, որ դու Ռուսաստանի ուղարկվածն ես, դու Պուտինի ուղարկվածն ես, դու քեզ ինքդ մատնիր։ Ես չեմ հասկանում, ես ինչ ձևի ազգ ենք մենք դարե։ Ես սիրում եմ այս ազգը, ժողովուրդ ջան։ Ես ինքս Թիֆլիսեցի եմ, ես Թիֆլիսից եմ 91 թվին տեղափոխվի Հայաստան, գեոդեզիա ինստիտուտը աշխատելու։ Իդեպ ասեմ, գեոդեզիայի ինստիտուտը վերացրել է Քոչարյանը։ Ես շատ ուժեղ ինստիտուտում եմ աշխատել, շատ ուժեղ են թվերին, քարտեզագրական ինստիտուտն է դա, որ են թվերին սովետական միությունում, սովետի մասշտաբով դա ընդամենը 3 հատ էր, որից մեկը Կիևում էր, Երևանում, մեկը Լենինգրադում։ 2002 թվին լուծարեց մեր գեոդեզիա ինստիտուտը սաղ աշխատակիցներով, վերածեց կադաստրերի, ով ուներ մեջք տեղավորվեց կադաստրերում աշխատեց, ով էլ չուներ, իմ փորձից եմ ասում, Աբովյանի կադաստրում ինձի տեղավորելու համար են թվերին առաջարկում էին բացեմ փակագծերը, իմ հետ ընկերություն կանես, քեզ կպահենք կաշխատես, էդի ճիշտ բան է եղել, հիմա Փաշինյանի օրոք, որ մեկնա ձեզ առաջարկում, ջայել աղջիկներին ես են վաղտ 32-33 տարեկան էի, որ իմ հետ եղի, որ ես քեզ լավ գործի տեղավորեմ, ատենց բան որևէ մեկը թող ձեռը դնի սրտին ու ասի, ու ես մնացի առանց աշխատանք, շատ դժվարություններով Քոչարյանի ժամանակ ես իմ երեխուն պահեցի մեծացրեցի, իմ քույրիկը ուսուցչուի կենսաբանության չէր կարում տեղավորվեր որևէ դպրոց աշխատանքի, որովհետև մեր մարզպետը, Կոտայքի մարզի, սաղ տնօրենների ծոտորակին դրել էր, որ ինձի պետք է այսքան նալոգ տաս, այսքան էս պիտի տաս, նույն բժշկության բնագավառում է այդպես եղել, գլխավոր բժիշկների վրա մարզպետները դրել են բան, որ դու այսքան տարեկան ամսեկան փող պիտի դնես, մարդկանց գործի աշխատանքի դպրոցում դասատու աշխատելու համար իմ քրոջից $3000 փող են ուզա հետի հələ ես ձեզ ասում եմ 2001 թվի ու նմանատիպ լիքը բաներ մոռացել եք էդի հիմա ձեզանից ով է $3000 ուզում որ դպրոցում ուսուցչուի աշխատի մարդը ասում է ատեստավորվեք այսքան աշխատավարձ կստանաք ով արժանի է ատեստավորվում է ով կարողանում է հաղթահարում է գնում է աշխատում է ու լիքը ուսուցիչներ թող չասեն որ իրանք խեղճ են աշակերտներ են պահում ամեն մի աշակերտ պահելը 20000 դրամ է էդի հələ ես ասում եմ առաջինից 3-րդ 4-րդ դասարան երեխաները անենց որ ոչ մեկ թող չբողոքի որ խեղճ են բուժքույրերն ու բժիշկները գիտեք ինչի են մռմռում
որովհետև այդ 2000 դրամները սրսկումներու սիստեմաները միացնելու չեն դնում գրպանները, դրա համար մռմռում են այսօր բժշկության բնագավառի մարդիկ, որոնք որ բազմաթիվ անեծքներ են թափում Նիկոլ Փաշինյանի ու իր աջակիցների գլխին, որովհետև այդ վզյատկեն չկա։ Ամոթ է ուղղակի ամոթ է, ես զարմանում եմ, ես ուղղակի զարմանում եմ, այս ազգը ինչքան է իջե, կամ Վրաստանի հայություն, մռմռում եք, նայում եք կոմենտարիաների մեջ, մի հատ ախրքյալակցի բլոգեր կա, ինչ ասես չի ասում Նիկոլականներին, Նիկոլի աջակիցներին, թրաշով մուրուքով մի հատ գյադա է, ես իրան մարդ չեմ համարում, ինքը ջավախքից է, հա, մերժեք 16-ին եւ այլն, գնա վերենգի ջավախկումը, մի հատ հլը պահանջի ջավախքդ ով ա տվե, ով ա ստորագրե, ես ինքս թիվլիզեցի եմ, նայեք ես ասում եմ, ես ես Հայաստանի ամեն մի փշուր կտոր հողի ու քարի համար, իմ սիրտը մխկտում է, են 20 թվի պատերազմի վաղտ իմ բարեկամները, ասում էին հել երեխեքին վերցրու, եկեք ստեղ, հանգարտ տե մի բան չլինի, ես ասի, ես կմեռնեմ, բայց իմ հայրենիքում կմեռնեմ, Վրաստանի ժողովուրդը, որը որսկի հայերեն է ամանչում Վրաստանում խոսած, սաղ շուր տված վրացերեն են խոսում, այսօր Նիկոլ Փաշինյան են քննադատում, իհարկե ոչ բոլորը, վերընկեք տեղները, դուք ձեր Սաակաշվիլի, ձեր Իվանիշվիլի ու ձեր կեղտոտ պրավինցիստվայի հարցերը լուծեք, դուք ձեր հարցերը լուծեք, Հայաստանի ներքին գործերի մեջ ոչ մեկը քիթները չխոթեք, էդի ես ասում եմ, Էս ինչ բան է, էս ինչ ենք դուք դարե, Ամերիկայում ապրում ես, ստե որոշում ես, թե ոնց անես, բա խես Ամերիկայում ապրում, այ կեղտ, խես Ամերիկայում ապրում, Ամերիկայում, Եվրոպայում ապրում ես, չգիտեմ, Ամերիկայում ապրում է, Ռուսաստանին է պաշտպանում, բա գնա Ռուսաստանն ապրի, խես Ամերիկայում ապրում։ Ուղղակի այնքան բարկացած եմ, բազմիցս ուզեցել եմ մտնեմ էֆիր, այս իմ խոսքը ասեմ, բայց որ այսօր ակամա մտածեցի ես 300,000 աշխատատեղ, ադրբեջանցի ու 300,000 աշխատատեղը, մի քիչ շատ էր այսենց իրար հետ կապակցված։ Տաշիր Սամոյսի էսի քո թեզն է, էսի դու ես Պուտինի հրամանով ուզում ադրբեջանցիներին բերես Հայաստան լցնես ու 300,000 աշխատատեղ է 10։ Այսքան լավն է իր այդ 300,000 մեր հայրենիքի ժողովրդին տեղավոր է իր աշխատանքի։ Այս ինչ բան է, պատմությունը ասում է, որ մենք մեզ միշտ դավաճանել ենք, մենք ինքներս մեզի ոչ մեկ չի դավաճանը, մենք մեր ձեռով մեր փոսը փորել ենք։ Նույն մեր դաշնակները մտան բոլշևիկների թևի տակ, ոչ բարով մտնեիք, ոչ բարով, մենք 100 տարուց ավել արդեն շատ երևի զարգացած պետություն կլնեինք։ Ժողովուրդ այսքանը մտքովս անցավ ասեմ արտահայտվեմ, ուղղակի համբ է, ընդ մարդիկ են հայտնվել, բլոգերներ, եսի մինչեր, արդեն կանչում են Էդի մեր կողմից չէ, ես ասում եմ Տաշիր Սամոյի կողմնակիցներին, որ բանավեճների են կանչում, այդ բանավեճները կմցնենք, հետևները, կներեք ես արտահայտությանս համար, մենք ձեզանից այդ ջահելները, որ երեք են ծնվե, սոսկեքը երեք են թողե, ռուսի տակ եք ուզում պարկեք, թուրքը ռուսի ձերով ա ձեզ ջարդե, թուրքի պետքը չէր ձեզ ջարդեր, այլ ռուսնա ձեզ դեմ տվե, Գնացեք Ռուսաստան ապրեք Պուտինի նարատիվը տարեք, աստեղ պետք չի մնաք մի հատ է բանավիճելու կանչեք, արդեն լսողը իմացավ ու մասին է խոսքը, այդ բանավեճները կտանեք ձեր Քոչարյանին ու Տաշիր Սամոյին կտակ, որ այսօր երկու բեռան Տաշիր Սամոն հայերեն խոսալ չգիտի, կամ Քոչարյանը Պետրոսի հաղորդաշարի խայտարակ եղավ, Աչի ամանչում բարի բաթի ռտարից ուրիշ բան չի կարում ասի, ու Քոչարյան գերոյ է ինքը, Քոչարյանն է գերոյ, Արցախցիներ ձեզ թվում է Քոչարյանն է գերոյ, Ժողովուրդ ջան կներեք մի քիչ ոգևորվածությանս համար, պրոստը իրոքից արդեն համբերությունս են, որ սահման չունի,
Ես ինձ լկտիություն թույլ չեմ տվե, ուղակի մտքինս եմ արտահայտվե, ուշադիր եղեք, տարածեք, թող Տաշիր Սամոնը լսի, թող Ռոբերտն է լսի, թող մնացածն է լսեն, որ էդի իրանց ծրագիրն է, այդ 300,000 ադրբեջանցին ու 300,000 աշխատատեղը, մի քիչ շատ է բռնում իրար հետ, հաջողություն